Քանի հոգու ես հարցրեցի, որտեղ է ապրում Թաթան, բոլորը ասեցին Լոս Անջելեսում։ Իմ հարազատ քաղաքը Երևանն է, ես Երևանում ունեմ տուն, ընտանիք։ Ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում մեր երկրում, լավ թե վատ, դուք սովորաբար այդպիսի գրառում եք անում, որ ժողովրդի կողքին եք։ Ես ժողովուրդ եմ։ Եթե մեր տանը լույս չկա, ես դրանից ջղայնանում եմ, ոնց որ ժողովուրդը։ Եթե քաղաքում խցանումներ են, ես դրանից ջղայնանում եմ, ոնց որ բոլորը։ Բայց ես նեղացնում է այդ ամեն ինչը։ Մինչև հիմա ինձ գրում են հերդ մերդ երջանիկ են, այդ բանի երկի համար են, հեղափոխական երկի։ Հերս մերս վաղուց չկան, ինչ երջանիկ։ Ումա սա պետք է այսպիսի բաներ ձեր մասին խոսելը։ Քաղաքականությունից հեռու եմ, բայց տենց չի, որ չեմ ուրախանում իմ հայրենիքի ձեռքբերումներով, չեմ տխրում իմ հայրենիքի ինչ-որ պրոբլեմներով։ Ոնց եք։ Լավ։ Քանի հոգու ես հարցրեցի, որտեղ է ապրում Թաթան, բոլորը ասեցին Լոս Անջելեսում, այսինքն ասենց ինչ-որ մի հատ միֆ կա ձեր շուրջ, որ դուք ապրում եք այնտեղ, բայց փաստորեն դուք Երևանում եք ապրում, ինչը անակնկալ էր մեծ։ Այո, ես Երևանում եմ ապրում։ Լոս Անջելեսը իմ մանկության երազանքն է եղել։ Իլֆ եւ Պետրով գիտեք իրենց։ Բենդերը ինքը երազում էր, չէ՞, մանկուց կարծեմ Ռիո դե Ժանեյրոյի մասին, չէր էլ տեսել մի հատ թերթի կտոր ուներ, գրպանում հանում էր, կարդում էր, որ այսքան բնակչություն, ծով, չգիտեմ ինչ։ Երևի մոտ էլ Լոս Անջելեսն է տենց եղել։ Չեմ կարող ասել պատճառը կոնկրետ, բայց ես երազել եմ Լոս Անջելեսի մասին։ Բայց նենց չի, որ իմ հարազատ քաղաքը Լոս Անջելեսն է, իմ հարազատ քաղաքը Երևանն է։ Ես Երևանում ունեմ տուն, ընտանիք, սխալ են հասկանում sense բաներ ասում են, հա, ուրեմն Երևանը չես սիրում, Լոս Անջելես, չէ, այդպես չի։ Երևանը ոնց կարող եմ չսիրեմ, իմ ծննդավայրն է, իմ ծնողների ծննդավայրն է։ Մի ժամանակ խոսք կար, ասում էին Երևանը փոքր Փարիզն է։ Ուրախանում էի, հպարտանում էի, բայց հետո ես Փարիզն էլ տեսա, որ Երևան Փարիզը հեչ մեծ Երևանի նման չի, էլի, որ Երևանն էլ փոքր Փարիզն է։ Բայց Երևանն էլ է շատ սիրուն, մեր փոքր կենտրոնը հրաշք է, մեր մթնոլորտն է հրաշք։ Ձեր անվան շուրջ միֆեր շատ են պտտվում։ Օրինակ ես վերջերս համերգ տվեցիք Հանրապետության հրապարակում մեծ համերգ։ Դրա հետ կապված էլ շատ մեծ աղմուկ բարձրացավ, որ մեծ հոնորարներ են ձեզ տվել։ Բոլորը մտածում են, որ դուք ապրում եք Լոս Անջելեսում։ Այս վերջերս նույնիսկ ինչ-որ հոդված կարդացի, որ ինչ-որ մեկը գրել էր, որ տարար տղայիդ, հա, այդ բանը Լոս Անջելես տարար փախցրեցիր։ Ինչի՞ց է այս բաները, որտեվ ես գիտեմ, որ հավաստի աղբյուրներից գիտեմ, որ դուք անվճար եք այդ համերգը տվել։ Այո, դա իմ նվերն էր Երևանի։ Ու կա այդպիսի ինչ-որ մի բան ձեր անվան շուրջ, որ դուք գալիս եք այստեղ, այնտեղ ապրում եք, գալիս եք այստեղ, փող եք աշխատում։ Ումա սա պետք է այսպիսի բաներ ձեր մասին խոսելը։ No comment։ Չգիտեք։ Բայց ես նեղացնում է այդ ամեն ինչը։ Իհարկե։ Ինչպես ուրախանում եմ լավ տեքստերից ինձ ուղված, պես էլ տխրում եմ վատերից։ Բայց ոչինչ, իմ քույրերն են, իմ եղբայրներն են, թե լավ, թե վատ կոմենտների համար շնորհակալ եմ բոլորին, ինչ ասեմ։ Ես ուզում եմ ավելի սիրեմ։ Չգիտեմ ոնց անեմ դա, բայց ուզում եմ ավելի շատ սիրեմ, քան ինձ սիրում են մարդիկ։ Ես սերը շատ բարձր եմ գնահատում կյանքում։ Մի խոսքով սերը կարևոր է։ Ձեր անվան մասին շատ եք խոսել, որ իրական անունը Ալբերտա, 9 ամսական 25 օր։ Հա, 25 օր հետո համացավ հայր ու անունը տվեցին իր ձեզ, բայց ձեր մայրը ձեզ միշտ Թաթա է ասել։ Այդ Թաթա անունը որտեղից է գալիս։ Ես միշտ մտածում եմ, որ այդ Ալբերտ անունը լիներ, կարող է ես էլ հորս ճակատագիր ունենայի։ Հայրս 24 տարեկանում է մահացել, շատ երիտասարդ է, մանավանդ հիմա երբ ես արդեն հասել եմ պատկառելի տարիքի, ինձ համար ոնց որ այո, ինչ ասեմ, շատ երիտասարդ է։ Պապիկիս անունը Թևոս էր, կարճ, բայց երկար Իգնատիոս, հիմա ձեզ նման մարդիկ կմտածեն, հույն է եղել։ Հույն է եղել պապիկը, բայց այդ տես չի։
Այդպես Թևոս անունը Թաթա է վերափոխվել, մաման ձեզ Թաթա է։ Երիտասարդ աղջիկ է եղել, Թևոս այնքան էլ դուրը չի եկել, ինքը Թաթա է սարքել։ Իսկ ինձ Բաքում արդեն անկախ Թևոսից, պապայի, Ալբերտից, մամայի, Թաթայից Թաթոս էին ասում։ Ոյ։ Ով ինչ ուզում էր ասում էր։ Թորոս, Թաթո, բա դու ում տղեն ես։ Ես էլ ամաչում էի ինչ ասեի ում տղեն, ասում էի չեք ճանաչի։ Ինչի եք ամաչում։ Դա ինչ պիտի ես պատմեի, բոլորը իմ հորը ճանաչում էին։ Հարցնում էին ում տղեն ես, ասում էի չեք ճանաչի։ Պարտադիր չէի համարում, որ ասեի, որ իր տղան է, որ մի հատ էլ ինձ ասեին, տղեչն։ Օրվա մեջ, եթե չունեք համերգ պլանավորած, եթե ինչ-որ կոնկրետ գործունեությանը, մոտ, ինչ-որ բան չունեք անելու, ինչ եք անում, ոնց է անցնում։ Հանգստանում եմ։ Ոնց եք հանգստանում, ինչ եք Ես սիրում չի որ հոգնած եմ լինում հանգստանում եմ, բայց հանգստանում եմ, սիրում եմ հեռուստացույցի առաջ լինել։ Ինչ եք սիրում նայել։ Տանն եմ սիրում լինել։ Հիմա ֆուտբոլի ալիք կա, այդ ֆուտբոլի ալիքն եմ միշտ միացնում, դրանից հոգնում եմ, միացնում եմ մի քանի հատ սերիալներ ունենք։ Մեր հայկական տենց ուրախ, որտեղ ծիծաղալու բաներ են լինում մեկ-մեկ, դրանք եմ սիրում։ Լուրջ բաներ չեմ սիրում ես։ Ես այտենց լուրջ բաներ փոքր ժամանակ էլ չեմ սիրել, միշտ սիրել եմ ուրախ։ Եթե կինո ուրախ մի բան, որ ծիծաղամ, բան, դրանից տենց տպավորություն մնա իմ մոտ։ Իսկ հիմա ոչ էլ ծիծաղում եմ։ Կինոյի են լավ տեղը, որ գալիս է, որ բոլորը այդտեղ ուրախանում են, ես այդտեղ հուզվում եմ։ Դա էլ տարիքից է արդեն։ Այնքան հետաքրքիր է, հիմա որ ասում եք, որ ես սիրում եմ թեթևություն, ձեր երաժշտության մեջ էլ կա այդ թեթևությունը, ու ես վերջերս խոսում էի խմբագրիս հետ, մտածում էինք, որ երբ որ ինչ-որ խնջույք կա, մարդիկ չեն ասում, եկեք մի հատ ուրախ երաժշտություն դնենք, բարենք, ասում են եկեք թաթա միացնենք, բարենք։ Ու Թաթան ինքը արդեն երաժշտական ոճ է։ Այսինքն դուք ոնց որ ձեր անունը, երաժշտական ոճ է դարձել, այսինքն ուրախության հետ է ասոցացվում, մարդկանց մոտ։ Ստացվում է, որ ձեր թեթևությունը փոխանցվել է ձեր երաժշտությանը ու դուք ստեղծել եք մի ոճ, որտեղ մարդիկ էլ այդ թեթևությունը զգում են։ Դրա համար իրենց խնջույքի ուրախության ժամանակ Թաթա են միացնում ու ապարում։ Ես կարծում եմ, որ հիմա Ռաբիզը շատ սիրունացել է։ Փոփը։ Ովքեր ինձ հետ համաձայն չեն, կարող են լսել իմ գործընկերներին, վերջի գործերը, թե աղջիկներին, թե տղաներին, վերջին տարիների, իրանց կազմակերպած համերգները գեղեցիկ, թե ձայնային, թե լույսային էֆեկտներով։ Չեմ ուզի, որ դասական սիրողը, ջազ սիրողը կամ մյուսը ժողովրդականը ինքը չսիրի Ռաբիզը։ Էդ էլ սիրի են, նրանք սիրում ես, ինչ ա եղել, սրան ինչ ա եղել։ Վատ գործեր կան, ես էլ չեմ սիրում։ Ես ջինս եմ սիրում հագնել, բայց եթե ինձ միտեղ հրավիրեն, որտեղ բոլորը չնայած եղել է դեպք, որ ես էլի ջինսով եմ եղել։ Որտեղ որ դասական հագուստով լինեն։ Կա, չէ, տենց հագուստներ երեկոյան։ Հիմա երաժշտություն էլ կա, ուրախանալու, տժժալու համար երաժշտություն կա, որ դու դա լսելով չգիտեմ, ինչ որ քո մեջ ավելի աճում է քո հոգեկան աշխարհը ավելի ընդլայնվում է միգուցե։ Ես օրինակ կարողանում եմ սիրել ջազ, շատ հանգիստ, գործեր կան մեծ հաճույքով լսում եմ, երբ առիթ է լինում, շատ եմ սիրում դասական գործեր։ Ես կարող եմ մի հատ Ռաբիզ մեկի երգը չունենայի մեքենայիս մեջ, բայց Շոպենի լիստի բաները ես խնդրում էի ընկերները ձայնագրում էին իմ համար, բայց դա չի խանգարում, ես ռոք եմ սիրում, շատ դասական ռոք, բայց դա չի խանգարում, որ ես ներկայացնեմ հայկական փոփը, որի անունը Ռաբիզ է, դե խիստ են դատում, երևի մեզ օգուտ է դրանից, մենք ավելի սկսում ենք բծախնդիր լինել մեր աշխատանքի նկատմամբ։ Կան ձեր երգերի մեջ երգեր, որոնք իրական պատմություն են։ Ոչ մի հատ, որը որ կոնկրետ նշանակություն ունի այդ ֆայտոնն է, որը որ կնոջս համար է Գոհարի, այնտեղ անունը հնչում է իրա։ Ուրիշ երգ ես տղայի համար մի հատ երգ եմ գրել, բայց ինքը արդեն 20 տարեկան էր։ Կամ որ կիսապատվերով են ստացվել։ Ասենք ոչ մեկի մտքով չի անցնի, որ ես մի հատ երգ ունեմ, Սուրբ Սարգիսը, ոնց էր բառերը։ Մեզ բոլորիս սեր է տալիս եւ ավետիս, sense մի հատ երգ ունեմ, չգիտեմ, կարողա չեք լսել։ Այդ երգը օրինակ ստացվել է շփումից։ Շատ բարձրաստիճան եկեղեցական մարդկանց այդ շփում ա եղել, առաջարկ ա եղել, մի հատ ինչի՞ չես sense բան։ Այտենց ես մտածել եմ Սուրբ Սարգիսի անունով երգ եմ գրել այտենց։
Հիմա կարող եմ երկու հատ տենց հիշեմ, բայց ընդհանուր առմամբ իմ երգերի տեքստերի մեջ կոնկրետություններ չկան կյանքից վերցրած։ Սիրո մասին երգերը շատ են։ Բավականին խորը իմաստներ ունեն ու միշտ տպավորությունն է, որ մարդը, որպեսզի այդպիսի երգեր գրի, պիտի միշտ դա զգա։ Դե, տենց չի, որ ես չեմ զգացել, ես սիրո մեջ շատ եմ խորացել, այն որ սուզվում ես, տարբեր տեղեր գլուխս մի ամիտ խփածել կլնեմ, այս քարին, սիրո մեջ դժվար է, հեշտ չի։ Միգուցե դրանք ինչ-որ նստվածք են ունեցել իմ տպավորությունների մեջ, չգիտեմ, երգերս էլ գրելուց անկախ իզնից օգնության են հասնում երևի։ Դուք արդեն 30 տարի, հա, երևի ամուսնացած եք ձեր կնոջ հետ։ Ու տենց Անցած տարի մեր 35-ամյակն էր ամուսնության։ Օ, 35։ Այո։ Դուք ասում եք, որ ձեր որոշումն էր եւ իրենք էլ չէին ուզում, որ հանրային դառնային իրենք, որտեվ այդպես ավելի ապահով է, հանգիստ է եւ ձեզ եւ իրենց։ Դուք շատ չեք լինում տանը, միշտ հյուրախաղերի եք, ընտանեկան կյանքը, ամուսնական հարաբերությունները կին տղամարդ ինքնին բարդ է։ Ու այդ հերավորության վրա անընդհատ բացակայելով, ի՞նչն է ձեզ օգնել, որպեսզի գաք։ Չգիտեմ, երևի կարևոր է, որ սերը լինի։ Սերը որ լինի, արդեն ամեն ինչ կլինի։ Պատասխանատվություն։ Ես եկեղեցիում ասել եմ Տեր եմ։ Ես չեմ կարող արդեն իմ խոսքը չպահել։ Ես այդ եկեղեցիում որ ասել եմ, մենակ Աստծո առաջ չեմ ասել։ Ես իմ կնոջ ծնողների առաջ եմ ասել, իր ծնողներն էլ չկան հիմա, բայց միևնույնն է, ես ուզում եմ պահեմ իմ կնոջը այնպես, ինչպես իր ծնողները կուզեին եւ գոհ կլինեին։ Մինչև այսօր ստացվում է 35 տարի։ Հիմա տեսնենք ոնց կլինի։ Բաժանվելը միշտ կարելի է։ Մենք արդեն այն տարիքում ենք, որ իրարից մեկ-մեկ շատ հեռավորության վրա ենք լինում մեծ։ Մենակ հեռախոսով ենք շփվում։ Նույնիսկ տանը մենք կարող է ժամերով իրար չտեսնենք, ինքը ուրիշ տարածքում լինի տան, ես ուրիշ, ասենք, երբ ես մի հատ գնամ խոհանոց սառնարանից մի բան վերցնելու, իրան ոնց ես, ոնց չես, ասում եմ հիշեցիր, բան առավոտից մի հատ չես եկել այս կողմերը, ասենք նջանից դու։ Մարդ ենք էլի արդեն տարիքի հետ մենակությունն էլ է մեկ-մեկ դուր գալիս, բայց մենակյացություն ես երբեք չեմ սիրել։ Մենակություն մեկ-մեկ ոչինչ, մենակ մնալ, այո, բայց մենակ լինել, Աստված ջան, երբեք։ Իսկ ինչ հատկանիշ եք ամենաշատը կարևորում ձեր կնոջ մեջ, որ իր մասին մտածում եք, առաջին այդ միտքն է գալիս։ Ինձ յոլա տանելը, ժողովրդական խոսքով ասած, հեշտ ու հաճելի գործերից չի, ու ինքը այդ բանը կարողանում է կատարել հեշտ ու հաճույքով։ Դուք իրան շնորհակալություն ասում եք։ Ամեն օր երբ ինքը ինձ կերակրում է, ես իրան ասում եմ շնորհակալություն, երբ սեղանից վեր եմ կենում։ Ամեն առիթով, ինչի՞ չէ, այո։ Ես սիրում եմ շնորհակալություն բառը, ես սիրում եմ խնդրել, ինչի՞ չէ։ Դե հաճույք է պատճառում դիմացինին։ Ես սիրում եմ դիմացինին հաճույք պատճառել։ Կարծում եք այդ երկարակեցության, երկար տարիներ միասին ապրելու հանգամանքը ձեր կնոջ արժանիքն է, թե չէ։ Չէի ասի, որ ես իմ բնավորությամբ անհավատարիմ անձնավորություն եմ։ Ինքս էլ հավատարմությունը սիրում եմ, բայց երբ կինը վստահելի է լինում, ինձ համար կրկնակի արժեք է։ Կինը ու տղամարդը ինձ համար տարբեր են շատ։ Վստահելի կինը ինձ համար կրկնակի արժեքավոր է։ Մի հատ ընկեր ունեմ ասում, երբ որ կինը չի խոսում, ինձ համար կրկնակի արժեքավոր է, որ ինքը չի խոսում, որովհետև հիմնականում դե կանայք երևի շատ են խոսում։ Կարող է իմ ամուսինն է ձեր ընկերը։ Կարող է իմ ամուսինն է ձեր ընկերը։ Ուրեմն շատ կան տղեկի մեջ, որ տենց են սիրում։ Կանանց պետքա սիրել։ Կանանց հարցում ուրիշ ոնց մոտենաս կպարտվես, մենակ սերն է որ կանանց, բարյացկամորեն է տրամադրում տղամարդկանց հանդեպ, մնացած ամեն ինչը գալիս է դրանից, ինչ ես ասում եմ, այդ իմ կարծիքն է, միգուցե իմ հասկացածը, կամ բաներ, որ այս պահին եմ ես մտածում այդ մասին, կամ բաներ, որ չեմ էլ մտածել, այնպես որ ինչ որ ասում եմ հիմա, այդ չի նշանակում, որ անսխալ է, առավել որ անսխալ մեկը չկա աշխարհում, հենց որ սա ուղղակի իմ կարծիքն է։ Մի քիչ էլ ուզում ձեր տղայի մասին խոսենք։ Մի հարցազրույցի ժամանակ մի հատ բան ֆիքսեցի, որ հարցնում են ինչ մասնագիտություն ունի ձեր տղան։ Դուք ինչպես միջին վիճակագրական հայր, շատ հստակ չգիտեք մասնագիտությունը։
Իմ պապային էլ որ հարցնում էին որերորդ դասարանա, տենց հստակ չէր կարողանում ասել որերորդ դասարանա կամ ինչ։ Այս շատ հետաքրքիր է ու այդ շատ հատուկ է հենց ձեր սերնդին։ Նոր սերունդը շատ ավելի ներգրաված է երեխայի առօրյայի մեջ, հա, նոր սերնդի, այսինքն իմ սերնդի մի քիչ ավելի փոքր, շատ կարևորում են, որ եւ հայրը եւ մայրը պիտի ներկա լինեն երեխայի դաստիարակության առօրյայում։ Դուք համարում եք, որ ինչ-որ բան կորցրել եք, որ շատ ներգրաված չեք եղել տղայի հետ հարաբերություններում, դաստիարակությունում, առօրյայում։ Թե կարծում եք, որ չէ նորմալ է։ Բայց հասկացել եմ, որ հիմա պետք չի այդքան խառնվել։ Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Կարող է ես երազել եմ, երբ ամուսնանամ, երեխա ունենամ, իմ երեխային այսպես կդաստիարակեմ, բայց հիմա ոնց որ չի անցնում։ Հիմա ուրիշ են իրանք։ Ես փորձում եմ հարմարվեմ։ Ինքը ավարտել է ամերիկյան համալսարանը, բաժինը բանա, ինչ-որ կապերի միջազգային։ Ես բարձրագույն կրթություն չունեմ, շատ եմ ուզել, բայց հնարավորություն չի եղել։ Եվ չգիտեմ, ինչ ամբիոնների անուններ, ինչ-որ բաժինների անուններ, ինձ համար դրանք մութ անտառ է այդ ամեն ինչը։ Դրա համար դժվար է մեջ տեղել, ինչ մասնագիտ, շատ գիտեմ ինչ մասնագիտ։ Հարցնում եմ, ասում եմ communication։ Եվ միշտ ասում եք, որ միշտ ուզել եք, որ ոչ թե ասեն թաթայի տղան է, այլ ասեն։ Այո։ Այսինքն իրենով ճանաչեն ձեզ։ Այսօր էլ մի հետաքրքիր բան ասացիք, որ երբ հարցնում էին դու ում տղան ես, որ փոքր էիք, չէիք ուզում ասել, որ մահացել է հայրը, որովհետև դա չէիք ուզում, որ խղճային ձեզ։ Կարող է այդ նույն բանը պրոյեկտել եք նաև ձեր տղայի հետ հարաբերությունում, որ ուզել եք ոնց որ դուք ինքնուրույն մենակով կայացել եք ու հասել եք այստեղ, կարողանաք ձեր անունը իր վրայից հանած ինքն էլ ինքնուրույն կայանա։ Այո, ինչքան հնարավոր է, ես ցանկացել եմ, որ ինքը ինքնուրույն լինի։ Դպրոցում թաքցրել ենք հենց առաջի դասը, բայց մի քանի տարի հետո իմացել են, ինչքան կարող ես թաքցնել, որպեսզի ոչ մի ուսուցչուհի չասի, այս տղուն մի բան բարձր նշանակեք, ես իր հոր երգը սիրում եմ, կամ այն մեկը չասի, ոյ սրա հորը չեմ սիրում, սրան ցածր նշանակ։ Թող ինքը ուղղակի տղա է, իր պապան մաման են, տանն են, մաման բերում է դասի գնում է։ Հետո իմացան բոլորը, դե արդեն իմացան։ Համալսարանում էլ արդեն գիտեին, մեծ տղա է, ինքը իր անկերները ոնց չեն կարող իմանան, իմացան։ Ինքը գիտի արդեն, ես այդ փոքր տարիքում եմ փորձել մի քիչ, որ ինքը չասի, ես ինչի տղեն եմ, ինձ բան ասող չլինի բան։ Վատա արել, մի բան սխալ արել, թող իրան էլ բոլորի նման վերաբերվեն։ Այդ է եղել նպատակս, առանձնապես այտենց մեծ նպատակներ։ Իսկ իր մոտ չի եղել գայթակղություն, որ ամենտեղ ասի, որ ես թաթայի տղան եմ։ Փոքր ժամանակ մի անգամ մի տեղ էի կանգնում, մեքենան տեղ էի ման գալիս, ասեցի որտեղ կանգնեմ, ինքը փոքր 4-5 տարեկան էր, ասեց դու թաթան ես, որտեղ ուզես կարող ես կանգնել։ Բայց հիմա եթե իրան ասես, ինքը լրիվ հակառակն է, ընդհակառակը։ Ես իրան ասել եմ, որ ես թաթան եմ, ես լավ օրինակ ծառայեմ բոլորին, ոչ թե վատ։ Աշխարհը կարծում եմ շատ է փոխվել վերջին 10, 20, 30 տարիների, հա, այս 10 տարում ավելի շատ։ Դուք ունեք Instagram-ի էջ, ասեցիք, Facebook-ի էջ, ասում եք դե պետք է դրա համար ունենք, բայց դուք ինքներդ չեք սիրում դա վարել, նստել ինչ-որ բան։ Այսինքն ես դրանից հասկանում եմ, որ դուք ամեն դեպքում հին ֆորմացիայի մարդ եք, հա։ Ձեզ ի՞նչն է նեղում այսօր այս նոր աշխարհում։ Ես հասկանում եմ, որ դուք ընդհանուր թեթև եք, հեշտ եք ադապտացվում նորությունների մեջ։ Նոր աշխարհում, եթե մի բան կա, որ նեղում է, այդ իր հետ համակերպվելն է։ Ինչն է, որ չեք կարողանում համակերպվել։ Հիմա արդեն սովորել եմ, օրինակ այս QR կոդերով ես շատ էի դժվարանում կամ ալարում։ QR կոդ այսինքն։ Մի բան էր պետք։ Հիմա վերջերս եմ սովորել բոլորովին։ Ասենք բանում հյուրանոցում մենյուի փոխարեն QR կոդով։ Ես նոր եմ սովորել դա, մի քանի օր առաջ կասեի։ Իսկ արժեքային ինչ-որ բաներ կա, որ փոխվել է ու լավ չի։ Դուք հասկանում եք, որ չէ, սրա հետ չեմ համակերպվի։ Ես ծնվել եմ սովետական միությունում, ձևավորվել եմ այդ երկրում։ Կային այն ժամանակ բաներ, որ շատ եմ սիրել, ասենք հարգանքը մեծի նկատմամբ։ Հիմա կարծում եք չկա այդքան։ Չգիտեմ, կա թե չկա։ Մենք մինչև այսօր ասում ենք, սովետը լավ երկիր էր, սխալ երկիր էր, գողերի, խաբեբաների երկիր էր այդ երկիրը, բայց քանի որ ստիպված էին մի քանի լավ բան անել, արեցին իրանք։ Կինո, թատրոն, չգիտեմ, բալետ, դասական երաժշտություն։
Այդ ամեն ինչը շատ եմ սիրել։ Հիմա չեմ կարողանում նայեմ իմ սիրած ֆիլմերը։ Ես իմ սիրած ֆիլմերը ամեն մի ֆիլմ երբ մի 100 անգամ նայել եմ։ Ես նոր ֆիլմեր չեմ սիրում նայել։ Ասենք ռուսական 3 գումարած 2, բոլորը գիտեն իմ սերնդի, էլի մի քիչ երիտասարդներն են։ Նոր կինո չեմ նայում։ Այսինքն այդ հները սիրում եք նայել։ Որը որ տեսել եմ, ես այդ եմ սիրում նայել։ Նորը չեմ ուզում նայեմ, որովհետև նորը պետք է անընդհատ նայեմ։ Իսկ ես հեռուստացույցին անընդհատ չեմ նայում։ Ես կարող եմ իրան չնայեմ, մենակ ձայնը լսեմ, արդեն գիտեմ սա ինչ կադրեր, որովհետև լիքը տեսել եմ։ Իսկ ինչ եք անում այդ ընթացքում, որ միացնում եք ֆիլմ, ինչ եք անում։ Հեռախոսով եմ զբաղվում։ Այդ ընթացքում կարա մեկը զանգի, խոսամ, տենամ այդ ֆիլմը վերջացավ արդեն։ Հեռախոսը շատ է ինձնից ժամանակ տանում։ Ինչ եք անում հեռախոսում։ Անընդհատ մեջն եմ, չգիտեմ, եթե մի նոր բան, ասենք մենք անում ենք, սիրում եմ կոմենտները կարդալ։ Մի խոսքով կարդում եմ, դրանք եմ կարդում։ Խաղեր ունեմ մի երկու հատ խաղում եմ, մինչև մի ինքեր կզանգի մի բանով գտնենք, բան կզբաղվենք, եթե չկա համեր։ Իսկ վատ կոմենտ եք որ կարդում։ Ոնց որ սարսափելի վատ բաներ են գնում, հայհոյում են։ Գիտեք ինչ, սա աշխարհը կլոր է, հույս ունեմ այդ ամենավատերից մեկը մի օր կհանդիպի ինձ։ Բայց հեչ դուրս չի գալիս, մինչև հիմա ինձ գրում են հերդ մերդ երջանիկ են, այդ բանի երգի համար են, հեղափոխական երգի։ Հերս մերս վաղուց չկան, ինչ երջանիկ։ Ես ձեր հորնումորը նկատի ունեի, ես իրանց եմ տեսել ոնց են ուրախացել, իմ հերնումերը չկային այդ ժամանակ արդեն։ Չեն ուզում հասկանան, որ ստեղծագործող մարդը ամեն ինչ ընդհանրացնում է, ամբողջ ժողովուրդը, քաղաքը Երևանը ոտքի էր կանգնել, ով կարողանում էր դրսում էր, ով չէր կարողանում իր տներից, չգիտեմ, ինչերով, շերեփներով խփում էին, բան։ Ես անկախ ինձնից եմ գրել այդ երգը։ Ես ոչ մի քաղաքական բաներ, ինձ ճանաչողները բոլորը գիտեն արդեն 30 տարի է ինձ ճանաչում են մարդիկ։ Ինչի չգիտեմ, որ ես ոչ նախկինների, ոչ ներկաների, ոչ էլ թող իմանան ապագա մեր ղեկավարները, ովքեր իմ երկրի համար լավը կլինեն, իմ աչքի լույսն են, ովքեր իմ երկրի համար վատ կլինեն, ուրեմն իմ աչքի գրողն են։ Վատ բաներ էլ չասեմ, սենց ժողովրդական ձևով ասեմ։ Ուզում եմ ասեմ, ես քաղաքականությունից հեռու եմ, բայց տենց չի, որ չեմ ուրախանում իմ հայրենիքի ձեռքբերումներով, չեմ տխրում իմ հայրենիքի ինչ-որ խնդիրներով։ Բայց մարդիկ միշտ սպասում են։ Ես չեմ ասում, որ դա ճիշտ է, հա, բայց սպասում են, որ իրենց սիրած արտիստները պիտի քաղաքական վերլուծություններ անեն։ Իզուր, ես ինչ եմ հասկանում քաղաքական։ Կարող է ինձ մի բան դուր չգա, այս մի բանը դուր գա, բայց այդ իմ կարծիքը կլինի։ Կան բաներ, որ ինձ դուր չեն գալիս մեր կառավարության գործունեության մեջ։ Բայց այդ չի նշանակում, որ մենք անընդհատ պիտի խառնվենք, չի նշանակում, որ անընդհատ պիտի գրենք, իրար հայհոյենք, կոնկրետ ես չկամ այդ գործում։ Ես ուզում եմ, որ իմ հայրենիքը լավ ապրի, բարգավաճի, կարող է ներկայիս կառավարությունը ինձ ապահովի էդի, թող ապահովի։ Չի կարող, կգտնեմ ես մեկը կարող է ինձ ապահովի, կգնամ ընտրության կընտրեմ այդ մեկին։ Ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում մեր երկրում, լավ թե վատ, դուք սովորաբար այդպիսի գրառում եք անում, որ ժողովրդի կողքին եք։ Ինձ հետաքրքիր է այդ գրառման նպատակը որն է, որ ցույց տաք, որ դուք էլ այդ ժողովրդից մեկն եք։ Այսինքն այդ լավ վատը ձեզ վրա է ազդում։ Ասել եմ, որ ես հարգում եմ իմ երկրի կառավարման բոլոր ինստիտուտները, ես հարգում եմ այդ ինստիտուտները ներկայացնողներին, բայց ես ժողովուրդ եմ։ Եթե մեր տանը լույս չկա, ես դրանից ջղայնանում եմ, ոնց որ ժողովուրդը, եթե քաղաքում խցանումներ են, ես դրանից ջղայնանում եմ, ոնց որ բոլորը։ Ես պահանջում եմ, ասենք խցանումները, թող գտնեն ձևը քաղաքապետարանի իմ շատ հարգելի աշխատակիցները, ոչ մեկ էլ չեմ ճանաչում։ Թող գտնեն դրա ձևը, այս մի խնդիրն է, թող գտնեն դրա, բայց իրար հայհոյելով ոչ մի բան չի ստացվի, ուրիշ տեղ փնտրելով, ընդհանրապես, եթե մենք միշտ տերեր փնտրենք, կմնանք անտեր, մենք պիտի լինենք մեր տերը, եկեք հզորանանք, ոնց արեց մեր հարևանը, 30 տարի ձենը չէր լսվում, զինվեց, եկավ մի ամիս ու կեսում իր նպատակին հասավ, եկեք մի 30 տարի էլ մենք կարող ենք իրանցից ավելի խելոք գտնվենք 5 տարվա մեջ անենք այդ բանը, 10 տարվա մեջ։ Հիմա ես այս իմ ասածները ոնց որ ռևանշիստական է հնչում, բայց նորից եմ կրկնում, քաղաքականություն չկա։ Իմ նախնիները արևմտյան Հայաստանից են,
թողել են իրանց տուն ու տեղը, ոչ մի բան դրա համար չեն ստացել, բոլորը սպանվել են, մենակ տատիկս 4 տարեկանում, 5 տարեկանում հազիվ հասել է Երևան։ Այսինքն դրա համար պատասխանատու են նրանք, ովքեր որ արել են իմ ազգի հանդեպ ցեղասպանությունը։ Ես դա երբեք չեմ կարող անտեսել, դա երբեք չեմ կարող մոռանալ։ Հիմա տեսնում եմ կան բաներ, այսպեսի տենդենս, որ փորձենք այդքան էլ դրանով տենց չշփվենք հարևանների հետ, փորձենք ուրիշ կերպ շփվել։ Համաձայն եմ, բայց դա մտքում միշտ։ Հա։ Որովհետև ես անձամբ ուզում եմ հետ ստանամ իմ նախնիների ունեցվածքը։ Հզորանալը պետք, մենակ հզորանալ։ Հզորների խոսքն է անցնում։ Եկեք հզորանանք, բանն էլ կարևոր չի, մեր երկրի չափերը։ Փոքրիկ երկիրներ կան, նենց են խառնում աշխարհը, մեծերը հազիվ են դզում։ Վերջում ուզում եմ ձեզ կարճ հարցեր տալ, ու ուզում եմ, որ կարճ էլ պատասխանեք այդ հարցերին։ Դժվար է։ Վերջին անգամ երբ եք լաց եղել։ Երեք չեմ իմանում, միշտ մի հատ կոմեդիա էի նայում, վերջում իրանք հաշտվեցին, ես ուզվեցի, սկսեցի լա։ Հենց էլ ամաչում եմ, ասում եմ գողարը չտենա բան, շուռ եմ գալի ես գում, բայց տենում է հետո աշկերս կարմրած։ Ինչից եք վախենում։ Քան չեմ վախենում, իշքան ատում եմ, ես այդ բառը մենակ այդ դեպքում եմ օգտագործում։ Միմիայն։ Ես մահն է ինձ համար այդ ատելի բանը։ Ես չեմ ուզում ոչ մեկ մահանա։ Գիտեք ինչ, նենց բան է, որ ամբողջ կյանքում տեսել ենք։ Երեխա ժամանակից տեսել ենք, մեկը մահացավ, տարան թաղեցին, այն մեկն էլ մահացավ։ Բայց ոչ մի կերպ ես չեմ կարողանում համակերպվել։ Նենց որ ատում եմ, բայց որ ասեցիք վախում, նոր հասկացա, որ վախում եմ։ Նենց կուզեմ, եթե շուտ պարծանի գնա այդ մահը, որ երբ պիտի լինի։ Մի անգամ մի հատ մարդու գյուղում ինչ հարցրեցին, չեմ հիշում, տենց բան էի նայում սոցիալական հարցում, միկրոֆոնով ասեց, ինչ եք, ոնց եք, ասեց մեռնողներին երանի տալով ապրում ենք։ Այնքան հեշտ է արդեն մեռնելուց հետո ինձ թվում է, մինչև մեռնելն է դժվար։ Այդ իմ համար վախենալի է։ Չի մասին եք երազում։ Ես փոքրուց եղել եմ երազող։ Ես ավելի շատ երազել եմ, քան իրականության մասին եմ մտածել։ Հիմա տարիքի հետ երազանքներս մի տեսակ սահմանափակվում են, եթե առաջ ասում էի երազեի մի բան, որ ունենայի այդ բանը մի 10-20 տարի հետո, ես հիմա չգիտեմ, ես այդ 10-20 տարին ունեմ, թե չունեմ։ Այդ առումով իմ երազները մի քիչ բանի մեջ են։ Կողքերից sense սեղմվում են երազանքներս, բայց ես ամեն օր եմ երազում։ Երազում եմ, որ քնեմ, ես որ չերազեմ, չեմ կարող քնել։ Ինչ որ մի բանի մասին երազում եմ, հա։ Անենց անկապ բաներ եմ երազում, որ չի կարա լինի կյանքում այդպես բան։ Փոքր ժամանակ ես մի հատ բան եմ կարդացել, փոքրիկ գրքույկ էր, մի հատ երեխա, հետո այդ բան էլ ֆիլմ էլ նկարանեցին սովետի ժամանակ։ Մի հատ երեխա լուցկի է գտնում, այդ լուցկու չոփերը ինչ ուզում է, ասում է, ջարդում է, կատարվում է։ Տես բան ո՞ց կարելի է երազել։ Ես փոքրուց մինչև հիմա երազում եմ, երբ եմ գտնելու այդ լուցկուց մի հատ։ Ինչպես են ձեզ հիշելու։ Ինձ չի հետաքրքրում։ Մեռնելուց հետո ոչ մի բան չի հետաքրքրում ինձ։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Գիտեք, ես երբ սկսեցի շրջագայել համերգներով, շատ ազգեր կան հրաշալի, իրանց սիրում եմ, հարգում եմ, բայց ես հասկացա, որ ոչ մեկ երևի չգիտի, ինչ որ մի ժամանակ կգա, մի օր կիմանամ։ Ես հասկացա, որ հայն է այս մոլորակի վրա ամեն ինչը։ Իմ համար տենց ստացվեց։ Այդ ազգին տեսնելով, այն ազգին, այն մեկին մի քիչ սիրելով, այն մեկին մի քիչ ավելի քիչ կամ շատ։ Ես հասկացա, որ մենք չնայած ունենք վատ կողմեր, մեր վատին էլ չեն հասնի, ախր։ Մենք այնքան Աստծո տված շնորհք ունենք, որ եթե մի վատություն էլ ենք ուզում անենք, այնց ենք անում, որ ոչ մեկ չի կարա տենց անի մեզնից բացի։ Դա լավությունն էլ ոչ մեկ մեզնից բացի չի կարա, եթե մենք սրտան ցանկություն ունենք։ Մեզնից բացի ոչ մեկ չի կարա տենց հյուրասիրի, եթե մենք ուզում ենք։ Բայց ոչ մեկ չի կարա մեր նման վատը լինի, երբ որ մենք իրան չենք ուզում։ Դե մարդ ենք, հին ենք։ Այսինքն ովքեր են մնացել հին։
մի քանի sense ազգեր են էլի հիները մի քիչ բզիկներ են ունենում էլի տարբեր դժվար պատկերացեք հին այսքան ծառը մեկ էլ այսքան մի հատ բարակ ծառից կարակ sense ճկեք չէ իրան այս հինին ոնց կարակ ոչ կտրել իրան կարելի է բայց ինչ որ փոխել իրան ստիպել որ ինքը փոխվի արդեն անհնար է Եթե ձեր կյանքին մնար 5 րոպե ինչ կանեիք Այդ 5 րոպեից էլ կհրաժարվեի Ինչ եմ անում էլ այդ 5 րոպեն Շատ շնորհակալ եմ ձեզ Թաթա ջան, անկեղծ ու գեղեցիկ զրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։